Արսենը ստեղ ինչ կապ ունի։ Լավ զանգերից ինչի չի պատասխանում։ Կարող է ինչ-որ բան ա եղել։ Կարող է ինչ-որ խնդիր կա։ Մամա, ասել է կզանգի, ուրեմն կզանգի, կարող է խոսում եմ։ Հաստատ չէր խափի, ուրեմն եղել է գումարը։ Դե հա, իրա բոլոր թերություններով հանդերձ խափելը իրանը չի։ Եթե ասելա կլինի, ուրեմն կլինի։ Դե իմ ասածն էլ է այդ։ Ոլ ոչ մի բան մի ասա, էլի գլուխս ցավածարի սպասենք ուղղակի։ Զանգեց։ Ինչ ես եկել։ Արսենը ստեղ ինչ կապ ունի։ Լրջացի մի հետ նա։ Դե մտածեցի, որ եթե հավաքվելու եք, թող ինքն էլ գա։ Միգուցե ընկերական ջերմ միջավայրում ավելի անկեղծ խոսենք, հա՞։ Լսի, դու Ռուսաստանում նստել ես մի քանի տարի։ Հետո ստեղ Հայաստանում քեզ բերման են ենթարկել մի քանի անգամ։ Ու դու հիմա ստեղ ես, որովհետև կեղծ թղթադրամների նոր խմբականակ է հայտնվել։ Ու դա քո ձեռագիրն է։ Ես էլ ձեռագիր չունեմ։ Կապեր ունես։ Հա։ Կարող եք ապացուցել։ Ապացուցեք, քննարկենք, խոսենք։ Լսի, կարող է հանկարծ այդ ձեռդ ձվածեղ անելուց ես վնասել։ Անցնում են կյանքից ջահել։ Ասեցի լրջացի։ Լսի, ես այդ գործի հետ կապ չունեմ։ Եկել ամբողջ տունս խուզարկել են ու ոչ մի բան էլ չեն գտել, բարձր։ Եթե գտնեին մի բան, ինչ խոսք ուզելուց կգնար։ Ասա, ինչ եք ուզում ինձնից։ Հով մեկը անհանգիստ եմ։ Պապան չզանգեց, ուշացավ։ Հիմա իբր պիտի ուրախ լինենք, պիտի լրիվ ուրիշ բաներ քննարկեինք։ Արևս, էդ էլ կքննարկենք, դու ընդհանրապես մի ներվի։ Համել դու մենակ չես։ Հա, ինչ եղավ։ Ոչ մի բան։ Դե արի գնանք ձեր տուն, համել Ադելին կտեսնեմ։ Ադելը հիմա հաստատ քնած է, թող մնա վաղը կգաս, հա։ Ոնց որ չես ուզում, հա, որ գամ։ Հով ուզում եմ, ուղղակի ինչքան էլ մտերիմ լինենք, ինչքան էլ քեզնից գաղտնիք չունենամ, մեկը նեղվելու եմ, որ մեր տանը դու նման խոսակցություն լսես։ Հիմա չգիտեմ ինչա լինելու, ինձ թվում է ինչ-որ բան են չի, որ պապան այսքան ուշանում է։ Արդեն զգում եմ, որ գնամ տուն ինչ-որ տհաճ խոսակցություններ եմ լսելու։ Դրա համար հետո կգաս, հա, ուղղակի Ադելն էլ արդեն լավ կլինի։ Իսկ դու ասել ես ամուսնության մասին։ Հա։ Իսկ կարող է վատ են արձագանքել, չգիտեմ, ինչ-որ խնդիրներ կա, տարօրինակ է, չես ուզում որ գամ։ Հով, բայց նոր բացատրեցի։ Լավ, արի։ Ինչ ես ուզում։ Ոչ մի բան։ Ընդամենը եկել եմ իմանամ Ադելը ոնց է։ Լավ է, ուրիշ։ Լսի,
Նորմալ խոսա հետս։ Ես քեզ որ հաստատ ոչ մի վատ բան չեմ արել։ Այդ երեխեն իմ աղբոր երեխեն է, սիրտս ցավում է։ Երկու բառով ասա տենամ ոնց է գնամ։ Ցավում է լուրջ։ Ես քեզ այնքան լավ եմ ճանաչում։ Դու հայտնվում ես այն ժամանակ, երբ քեզ ինչ-որ բան է պետք, ու ոչ միայն մեր կյանքում։ Վիգենի տանը հիվանդ կին կար, ու դու արդեն դրան առաջ կանգնած էիր։ Հավեսը չունեմ, Լարիս։ Ես քեզ մի անգամ արդեն ասել եմ, իմ ու աղբորս հարաբերություններին չխառնվես։ Այդ երեխեքը իմ արունն են։ Ընդամենը հետաքրքրվում եմ, կամ պատասխանում ես, կամ չէ։ Հա, մեկնաբանություններ մի արա։ Ես Facebook-ը չեմ։ Ու լավ կլինի, որ ինձ չդաստիարակես։ Չէ, դու չես փոխվում։ Ինչ-ա պետք Ադելին։ Ես գիտեմ, որ խնդիրներ ունեք։ Ագնես, ես շատ խելացի եմ։ Նույնիսկ եթե դա քեզ համար անտեսանելի է։ Դու իմացել ես Լիզայի ու Հովոյի կապի մասին ու դրա համար մի անգամից եկել ես։ Մտածում ես կարող է քեզ խանգարել։ Արսենը չգիտի քո ու Վիգենի կապի մասին ու լավ կլինի, որ չիմանա։ Բայց եթե մտքովդ անցել է, ինչ-որ բան անես, այդ ժամանակ իմ առաջ դուրս կգաս։ Ես քեզ երբեք չեմ ների, որ ընկերուհիս հիվանդ պարկած դու Վիգենի հետ սեր էիր վերականգնում։ Իրան էլ չեմ ներում։ Չնայած մյուս կողմից մտածում եմ տղամարդ է, կարող է երկար չի մտածել։ Իսկ դու տհաճ ես։ Լիզ հորքուրը չի։ Ձեր տուն եք եկել։ Չէ, դժվար ինքը մեր տուն չի գալիս։ Ընդհանրապես։ Չգիտես։ Չէ, դե գիտեմ, ուղղակի ժամանակին հետը կապ էիր, չէ՞ պահում։ Դե իմ ու Ադելի հետ կապ պահում էր, բայց մենակ չգիտեին։ Լիզ, իսկ ընդհանրապես տեղյակ ես, որտեղ է ապրում, ում հետ է շփվում։ Չէ, հով չգիտեմ։ Էդ էլ է մեծ խնդիր։ Պապաս այս աշխարհում մի քույր ունի, բայց շնամական հարաբերությունների մեջ են։ Դե լավ չեմ ուզում քեզ ծանրաբեռնեմ, վազեցի։ Ոչ մի ուղիղ ապացույց չունեք։ Ընդամենը մի ցուցմունք էր, որ արդեն չկա։ Բռնել բերել եք ու մարդուն արդեն զգուշացել եք, որ սրանից հետո ավելի ուշադիր լինի։ Եթե մյուսը ցուցմունքը չփոխեր, բայց փոխել է, չէ՞։ Ինչա ես պետքա քեզ սովորացնեմ, որ մի ցուցմունքի վրա մարդ չեն բռնում։ Ես այսօր նստել եմ այդ մարդու դիմաց ու ոչ մի ասելու բան չունեմ։ բաց ենք թողնում։ Ոնց անենք։ Հիմա գնաք ասեմ։ Գնա։ Ես եկա։ Ոնց ես։ Նորմալ։ Հեռախոսս կտաս, եթե նորմալ վիճակում է։ Հա, հեսա տեսնեմ մաման ուր է դրել, կբերեմ։ Պապայից էլ լուր չկա։ Կլինի, հեսա կգա։ Մաման ասեց Հովոն էր զանգել, հա։ Իրան նման չի, որ չի գալիս ինձ տեսնի։ Հարցրել է քո մասին, ուղղակի մտածեցի քնած կլինես կամ չես ուզի տեսնել։ Չէ, հարցեց չի։ Ուղղակի իրան նման չի։
Ինչ եղավ քեզ, 1000 անգամ զանգել եմ։ Հա, տեսա խառն էի։ Ձենը տեն չի։ Չեղավ այդ փողը։ Կլինի, մի քիչ ուշանում է, երևի Երևին որն է։ Ես քեզ 1000 անգամ ասեցի, որ ոչ մեկը մի օրում չի հաշվելու այդքան փող տա քեզ։ Արի տեսնենք ինչ ենք անում։ կգամ։ Լավ, կամ սպասի ես կգամ։ Տանը երի։ Բժիշկի հետ կապի մեջ եմ։ Ինչ պետքա ուղարկել եմ բոլոր թղթերը։ Ասեց, եթե հարց լինի կզանգի։ Որ չի զանգում, ուրեմն ամեն ինչ ճիշտ է, չէ՞։ Հա, երևի։ Արսեն, իսկ այդ գումարը մեզ կփոխանցեն, թե մի անգամից հիվանդանոց։ Պահը կգա կհասկանանք ոնց կլինի։ Կարևորը լինի։ Ոնց։ Այսինքն կարողա չլինի։ Չէ, այդ նկատի չունեմ։ Ուղղակի ժամանակի մեջ, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Դե անդադ բժշկի հետ կապի մեջ եմ։ Որ վարկյանին պետք լինի կանես, չէ՞։ Կանեմ, հենց զանգի ասա։ Ամեն ինչ արվում է, փոխանցում են, անում են, 2 կոպեկ չի։ Արսեն, ձայնը թե դուրս չի գալի, անհանգիստ ես։ Տարօրինակ չլինի, որ հանգիստ լինեի։ Իսկ ես հանգիստ լինեմ։ Հանգիստ եղի։ Բարձացի խոսապ կամ։ Սերեսիդ գույն չկա։ Հիմա բացատրություն ունի քոնը։ Ինչի՞ց է։ Գործ։ Սարիկի թեմանա։ Գիտեմ, որ գործից չես խոսում, ու այդ նորմալ է, բայց այս դեպքում Սարիկն է։ Հա։ Հենց էտա որ Սարիկն է։ Ես չեմ ասել, որ մանկությանս ընկերն է։ Հասկանում ես, չէ՞, որ օրենքի խախտում է ու ես իրավունք չունեմ հարցաքննությունը վարելու։ Շատ ծանր էր։ Իրոք շատ։ Հիմա ապացույցներ չկան։ Տղերքը մի քիչ շտապել են, շուտ են բռնել։ Քեզ էր հարցնում։ Ասում էր, որ քեզ էլ կանչեմ։ Ինձ։ Հա։ Ես էլ զարմացա։ Մտածեցի, որ ինչ-որ բան ա ուզում ասի, բայց տենց էլ չհասկացա։ Դու Սարիկին տեսել ես։ Մոսկվայից գալուց հետո հանդիպել եք։